Երեք ռուսական կողմը առաջարկեց Նիկոլ Փաշինյանին կողմնորոշվել, թե ինքը ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Վլադիմիր Պուտինը առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հիշել, թե ինչ մակարդակի վրա են Ռուսաստան-Մոլդովա հարաբերությունները։ Չեմ կարծում, որ արդեն Հայաստանի իշխանություններին դիտարկում որպես բարեկամ։ Ռուսաստանը փաստացի այս պայն ունի վերջին այսպես լծակը, սոցիալ-տնտեսական լծակը։ Այսինքն չի գա հարցակվի էլի, կոպիտ ասած Հայաստանի վրա։ Աստված չան այդպես բան։ Ռուսաստանը երբեք Հայաստանի ընտրության առաջ չի Հայաստանի հետ հարաբերությունները ես չեմ կարծում, որ դիտարկում են միայն Սամվել Կարապետյանի այդ կոնտեքստով Ռուսաստանում։ Պուտինը առաջարկեց, ասեց կամ դուք խաղում եք արդար ընտրություններում, թույլ եք տալիս ժողովուրդը իր ընտրությունը կատարի, եւ այդ թվում պրոռուսական ուժերը մասնակցեն։ Կրեմլի համար իդեալական Հայաստանը այսօրվա Վրաստանն է, որպես օրինակ պահել հարաբերությունների։ Չէ, որտեղ ռուսական կողմը փորձում է այդ ցավոտ պահը շրջանցել կապված 22 թվականի գործողությունները։ Կարող են դիտարկել այստեղ որպես ինքնիշխան պետության վճռական ղեկավարի խոսք։ Ես շատ ուրախ կնեմ, որպեսզի վճռականություն եւ ինքնիշխանության պաշտպանություն լինի, օրինակ, երբ որ Ալիևը խոսում է Հայաստանի ընտրությունների մասին, Երեք Մոսկվայում կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Շատ հարցերի շուրջ, նաև բաց տեքստով ու ոչ դիվանագիտական լեզվով հայտարարություններ հնչեցին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր։ Արդյոք այդ հանդիպումը հալեցրեց ռազմավարական դաշնակիցների միջև սառույցը, թե հակառակը։ Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Պարոն Խալաթյան, եւ այսպես մի պահ հակիրճ, եթե ընդհանուր ամփոփիչը սկզբից անենք, հակիրճ տպավորությամբ ձեր սա ռազմավարական դաշնակիցների զրույց էր, թե ինչ էր։ Ստեղ ավելի շուտ մենք մի քանի անգամ ձեր զրուցել ենք, ես միշտ հիշում ես ասում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները այսպես հոգեվարքի մեջ են, հասկանալի է, որ նախկինի պես չեն արդեն, բայց թե ուր են գնում, դա էլ անհասկանալի է, եւ փաստացի երեք ռուսական կողմը առաջարկեց Նիկոլ Փաշինյանին կողմնորոշվել, թե ինքը ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հայաստանում հատկապես իշխանությունները շատ են խոսում այսպես կոչված մոլդովական սցենարի մասին, սպասվելիք ընտրությունների, եւ փաստացի Վլադիմիր Պուտինը առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հիշել, թե ինչ մակարդակի վրա են Ռուսաստան-Մոլդովա հարաբերությունները, որովհետեւ Երբ որ խոսում ենք մոլդովական սցենարի մասին, պետք է հիշել, որ նույն Մայա Սանդուն եւ արևմտամետ իշխանությունները Մոլդովայի Ռուսաստանին դիտարկում են որպես թշնամի։ Նրանք հարաբերությունները տնտեսական խզել են, մինիմումի են հասցրել եւ այլն։ Եվ փաստացի Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե դուք այսպես եք տեսնում զարգացումները մեր հարաբերությունները, ապա պատրաստ եղեք նաեւ, որ այդ կան ձեզ ձեռնտու տնտեսական հարաբերությունները նույնպես իջնելու են մոլդովական սցենարի փաստացի։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը երևի սպասում էր այլ մոտեցման, չնայած այնտեղ սպասածից ավելի կոշտ էր Պուտինի արձագանքը, այսպես կարող ձևակերպել։ Ես կարող եմ ենթադրել, այո, որովհետև տեսեք, այսօր առավոտ 10-ում դուրս եկավ Պովարչապետ Օվերչուկի հարցազրույցը, որը զբաղվում է տնտեսական համագործակցությամբ եվրասիական ԵԱՏՄ երկրների հետ եւ հատկապես Հայաստանի հետ։ Եվ հասկանալի է սպეციფიკան իմանալով, որ հարցազրույցը այսօր չեն վեցել, նույնիսկ ոչ 3 երեկոյան են վեցել, մի քանի օր առաջ վեցել են, պատրաստվել են եւ արդեն ստացվում է, որ թե նախագահի մակարդակով, թե կառավարության մակարդակով հստակ արդեն առաջարկվում է Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, որովհետեւ նույն այդ ԵՄ-ԵԱՏՄ թեման, որ շրջանակվում է, ռուսական կողմը ինչ է ասում։ Իհարկե այնպես բացայտ այսպես չասեցին, բայց որ բոլորը որ ասում են համատեղել չի լինի, բայց հաց համատեղելը չի։ Հացը նրանում է, եթե Հայաստանի իշխանություններին թվում է, որ նրանք կոպիտ ասած ռուսական փողերով նախապատրաստվեն ԵԱՏՄ-ից դուրս գալու միջև ԵՄ ընդունել, ռուսական կողմը ասում է այդպես չի լինելու։ Փաշինյանն ասաց, չէ, երբ որ գանք այդ կետին, կորոշենք, հիմա այդ կետը արդեն Ռուսաստանը դա չի, դա էլ չի ընդունում։ Դե տեսեք, Օվերչուկը ինչ է ասում, մենք արդեն շատ մոտ ենք եզին են կանգնած վերանայելու Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցություն։ Դա ինչ է նշանակում, որ չէ, այդպես չի լինելու։ Դուք ստանում եք ժանգա, ստանում եք մոտ կարտոնյալ ռուսական շուկա եւ այդ գումարները, որոնք դուք ստանում եք, օգտագործում եք նախապատրաստվել դուրս գալ ԵԱՏՄ-ից ԵՄ մտնել, ոչ։
Այսինքն դրան ինչ կհետևի։ Պուտինն էլ իդեպ հիշեց գազի մասին ու ոչ պատական, անգամ գինն էր ճշգրիտ մեջ բերում։ Սա ինչ ակնարկ էր, ինչ է։ Փաշինյանը դեպ ասաց, որ կասկածի տակ չենք դնում մենք հայ-ռուսական հարաբերությունները։ Պուտինը ուղիղ հիշեց երկու բան՝ ԵԱՏՄ-ից շահույթը ձեր շահեկան վիճակը եւ գազի գինը։ Մի հատ էլ ես մի բան կավելացնեմ, երբ որ ասած դե հարաբերությունները լավ են տնտեսական ոլորտում զարգում, այնքան լավ է, որ 11 միլիարդից իջել են 6 քանի միլիարդի։ Արդյոք դա խոսում է Պուտինը փաստացի հիշացեց Փաշինյանին այն օգուտները, կոնկրետ թվերով օգուտները, որ Հայաստանը ստանում է Ռուսաստանից, եւ որը Հայաստանը չի կարող գոնե այս պահին որևէ այլ ուժային կենտրոնի հետ ուժային կենտրոնից ստանալ։ Դու չկա այդ գումարը։ Սպառնալիք է թե բարեկամի նախազգուշացում ձեր կանխատեսմամբ, սա ինչ է, եթե ձևակերպել։ Ես չեմ կարծում, որ արդեն Հայաստանի իշխանությունին դիտարկում որպես բարեկամ։ Այստեղ հույսել, որ իմ կարծիքով հույսը նրա վրա են դեր ռուսական կողմը, որ գոնե այդ թվերը, կոնկրետ թվերը, փաստերը տեսնելով Հայաստանի իշխանությունները գոնե կհասկանան, թե իրենց գործողությունների դրամաբանական ավարտը ինչ է նշանակելու։ Իսկ Հայաստանի իշխանությունները գնում են դրան փաստացի։ Ինչ է նշանակելու։ Տեսնենք, գիտեք, ինստեղ էլ է։ Իսկ ձեր համար գազը կդառնա $600 եւ այլն, հայ դասը կփակվի, իհարկե 600 չի դառնա, բայց ակնարկը այն է, որ դուք չեք կարող այս գնի արտոնյալ գնով գազ չեք կարող ստանալ։ Տեսեք, բացի դրանից այսօր առավոտ եթե չգիտեմ տեսել եք թե չէ, Ռոսպոտեբնadzorի ղեկավարը խոսեց ծաղիկների մասին Հայաստանից։ Այո, որ դրանք էլի ինչ-որ կասկածի տեղիք են։ Փաստացի դա է, հիմա այսինքն շղթա է հասապու։ Այո, արդեն թվերն են ցույց տալու, նույնպես կոնկրետ թվերով քանի միլիոն, իշքան միլիոն ծաղիկ է Հայաստանից արտանվում Ռուսաստան եւ այլն եւ այլն։ Կամ գյուղամթերքը, ֆիտոսանիտարական նորմերը, ռեէքսպորտը եւ այլն։ Դե ռուսական կողմի սիրած բանն է, որ ասում են դուք ռեէքսպորտով եք զբաղվում գյուղմթերքի կամ չէ ինչի, դա մայր Ռոսպոտեբնadzorը դա դեմ առնում է։ Տեսնենք, հիմա ինձ թվում է Նիկոլ Փաշյանը գալու է Երևան, երևի իր թիմակիցների կառավարության հետ կքննարկի եւ արդեն բաց կլինի թե հայ-ռուսական հարաբերությունները ինչ զարգացում են ունենալու։ Մոլդովական սցենարն է լինելու, թե գոնե որ ժամանակ շարունակվում են նախկին չեմ ասի դաշնակցային ու գոնե գործընկերային հարաբերություններ։ Այսինքն կարող է երկրորդն լինել։ Օրինակ ձեր կազմով Պուտինը ինչու նման բաց ու կոշտ տեքստ, այսինքն իրենք արդեն հստակ ինֆորմացիա ունեն, որ Երևանը հստակ է որոշել գնալ, մինչև այդքան հստակ չէր որոշել դեպի արևմուտք գնալը։ Ինչու հանկարծ հենց այս հանդիպման։ Տեսեք, վերջին զարգացումները եթե վերցնենք, արդեն անցած տարվանից դժգոհությունը բացահայտ կար ԵՄ-ի անդամակցության օրենքը ընդունելուց հետո, որը բոլորի համար հասկանալի էր, որ թե ինչ է նշանակում, եւ թե հիշում եք նույն Մհեր Գրիգորյանի Օվերչուկի, եթե չեմ սխալվում, Ռուսաստանում ֆորումներից մեկի ժամանակ այս քննարկումը, երբ որ նա ասաց դե դա օրենք է եւ այլն, Օվերչուկն ասաց դե մենք սովորենք օրենքներին լուրջ վերաբերվել, այնպես չէ որ դուք գալու եք մեզ ասեք դե ներքին սպառման համար է դա որևէ բան, ասում եմ դիտաբերություն դες մենք օրենքներին լուրջ ենք վերաբերվում եւ արդեն հիշում ենք Արարատ Միրզյանի այցը Բրյուսել, այդ հիբրիդային պատերազմներ, Եվրոպական միության օգնությունը, այդ մոլդովական սցենարի մասին անընդհատ խոսելը, նո դա եմ ասում, այստեղ արդեն պետք է բոլորին հիշել, որ մոլդովական սցենարը երկու կողմն է, էլի, այնպես չէ որ միայն դու ում ուզում ես ընտրություններից համոզ, որտեղ մեղադրում ես նրանց, որ իբր Ռուսաստանի հետ փոխկապակցված են կամ ռուսամետ են։ Եվ դա հետևանքն այն է, որ դու նաև պետք է պատասխանես, որ այդ պարագայում դու արդեն ինչպես Մոլդովայի իշխանությունը Ռուսաստանին դիտարկում ես ուղղակի բացայտ որպես թշնամի։ Դրան ինչ կհետևի Ռուսաստանի տնտեսական քայլերը, թե նաև այլ քայլեր Հայաստան ձեր կողմը, թե իր տնտեսականով կբավարարվի։ Չէ, իմ կարծիքով թե տնտեսական քայլերը, որտեղ հենց Հայաստանի իշխանությունները, հիշում եք, եթե հիշում եք, որ Նիկոլ Փաշյանը կարելի ասել դե ֆակտո արդեն սկսել է քաղաքացիացնել, բայց վերջին օրին մի կնոջ հետ այդ զրույցը Ռուսաստանի հետ կապված եւ այլն։ Նիկոլ ինձ թվում է իշխանությունները են հասկանում, թե որ Ռուսաստանը փաստացի այս պայն ունի վերջին այսպես լծակը, սոցիալ-տնտեսական լծակը։ Այսինքն չի գա հարցակվի էլի, կոպիտ ասած Հայաստանի վրա։ Աստված շան այդ բան, ես չեմ կարծում թե դրան կհասնի, բայց դա էլ է լուրջ հետևանքներ ունենալու Հայաստանի համար։ Եվ բոլորն էլ հասկանում են, որ օրինակ ի տարբերություն Ադրբեջանի Ռուսաստանը լուրջ լծակներ ունի տնտեսական Հայաստանի վրա ազդելու, դա կարող է բերել սոցիալական հետևանքներ, դա իր հետին ներքաղաքական հետևանքներ կարող է բերել։ Հայաստանի իշխանությունները են դա հասկանում։ Դաမှչեմ բացառում, որ հենց նպատակը այցի այն է, որպեսզի որոշ չափով հանգստացնել ռուսական կողմին, որպեսզի Ռուսաստանի իշխանությունը գոնե միջև ընտրությունները չգնան որոշ այսպեսի կոշտ քայլերի,
տնտեսական ոլորտում։ Ժամանակ էր ուզում Փաշինյանը շահեր այդ մասով։ Այո, որտեղ բայց դեռ մյուս կողմից է տեսեք, մայիսի սկիզբ, եթե չեմ սխալվում 4-ին 5-ին դե Եվրամիության եվրոպական համայնքի այո։ Այս ձևաչափը ստեղծվել է ուկրաինական պատերազմից հետո եւ հստակ, եթե մենք հետևում ենք բոլոր նախկինում տեղ ունեցած այդ գագաթնաժողովին, հստակ հակառուսական հայտարարություններ եւ այլն։ Գալու են Երևան ձեկածկով բացառություն արվել է, ես չեմ կարծում։ Եվ դա էլ է իհարկե ռուսական կողմին նյարդացնում, եթե հիշում եք, երբ որ այդ որոշումը ընդունվեց, նույնպես ռուսական կողմը դժգոհություն հայտնեց, որովհետև ստացվել է, որ գալու են գոնե թղթի վրա դեռ դաշնակից Ռուսաստանի երկրում, մի երկիր, որը եթե դաշնակից չգոնե գործընկեր է սետ հարաբերություն, հակառուսական այսպես վակխանել է այդտեղ ունենալու այդ օրերին այս Երևանում։ Մի հարց էլ էս թեմայով, հետո մեկ ուրիշ տեսեք, բայց Հայաստանի իշխանությունները ասում են, գիտեք ինչ, ժողովուրդ չենք ուզում, մենք ձեզ չենք ուզում թշնամանանք, ընդդեմ ձեզ չի, էլի, հարգելի Մոսկվա, բայց մենք իշխան պետություն ենք, հիմա ձեզ լսենք, թե ինչպես կառուցենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Մենք իրենց հետ էլ լավ բան ենք, ձեր հետ էլ դա մենք ձեր դեմ չի ուղված։ Ինչու եք մեզ դնում ընտրության առաջ, ինչ ուզում եք մեզ գուբերնիա դարձնել։ Սպասեք։ Ստեղ խնդիրը նա է, ես չեմ ուզում Ռուսաստանի դատապաշտպանը լինեմ, դա կարելի չէ, բայց մի բան է պետք հասկանալ։ Ռուսաստանը երբեք Հայաստանի ընտրության առաջ չի դրել։ Մյա հիշեք նույն Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել, ես նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը չեմ ասում։ Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել, երբ Մարտակոսի եւ Կայա Կալասի այդ համատեղ լրագրողների շփումը։ Ինչ ենք մենք լսում, ինչ արվում է, նույնիսկ էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկվում է հակառուսական կոնտեքստով։ Տեսեք, հեծի դեմ գործողությունները Ռուսաստանում դժգոհ են, բայց ասին այսպես դժգոհություն հայտնեցին, բայց հիմա հարավ-կովկասյան երկար գիծը նույնպես բացատրվում է իբր դա իբր Թուրքիան մտահոգ է Ռուսաստանի հետ, Ռուսաստանն է պատկանում եկած։ Թուրքիան մի երկիր, որ ամենասերտն է համագործակցում Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, չգիտես ինչու պատժամիջոցներից արևմտյան խուսափելի հացում դա Թուրքիան դա չի մտահոգում, մտահոգում է որ հարավ-կովկասյան երկրագիծը Ռուսաստանին է պատկանում։ Կամ նույն հեծը, տեսեք, Վիոլա ջուրը շատ ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում, որը մեկը խոսում է Հայաստանում ազգայնացման մասին, Վիոլա ջուրի, չէ, որտեղ ֆրանսիական է, չէ։ Վիոլա ջուրի ղեկավարը չի ասել, որ ես սեփականատերը չի ասել, որ ես եկեղեցուն կպաշտպանեմ։ Դե հիմա այնպես չէ, որ հեծը այդ քաղաքական գործընթացներում խառնված է եղել։ Եվ նույն այդ ժամանակ այդ խոսքերն են նույնիսկ չես կարող։ Հիմա Նուբարաֆյանը եկեղեցուն աջակցեց, ինչպես Սամվել Կարապետյանը։ Ինչ այն բոլոր գործընթացները, գործարքները, որի մասին բանակցություն են վարում Հայաստանի իշխանությունները Նուբարաֆյանի չեղարկվելու են։ Դա հայացի պատասխան հասկանում են, չէ՞ որ փաստացի այս ամբողջ քաղաքականությունը գնում է ռազմավարական ոլորտներից տնտեսության Ռուսաստանի կապիտալի դուրս մղմանը։ Դա առաջինը հեծներ, հիմա հարավ-կովկասյան երկրագծի մասին խոսում, առնալ երևի Գազպրոմի մասին են խոսելու, որ պետք է այդ պայմանագրերը չեղարկել։ Ռուսաստանում դա եմ ասում, այդ ամեն ինչը հասկանում են, մանավանդ 21 թվականի ընտրությունների դասը քաղել են, եւ դա Նիկոլ Փաշինյանը արդեն առաջարկում են, արի հասկանանք ոնց են կառուցելու, որպես գործընկերներ, որպես ոչ մեկ չի ասում, չէ՞ որ Հայաստանի իշխանությունը, որ մենք արգելելու ենք աջեր ապրանքների մուտքը ռուսական շուկա կամ գազ չենք մատակալու, բայց եթե դու մեր գործընկերը չես, մեր բարեկամ չես, պատրաստվի, որ թե շուկան այլ երկրների նմանս մուտք գործելու, որոնք ոչ արտոնյալ մուտք ունեն, ոչ էլ գազն է ստանալու շատ այդպիսի ցածր գնով, շուկայական գնով։ Ընտրությունները իշատակեցիք, այդ բաց տեքստով մի հայտարարություն էլ Թուրքիայից, Արևմուտքից ու էլի մարդկացից հետո Մոսկվան էլ կարծես առաջին դեմքի մակարդակով օգտագործեց պրոռուսական ուժեր Հայաստանում, անունը չտվեց, բայց ասես բանտարկված է, մի օքե բանտարկված, գիտենք ով է, եւ այլն, ասեց ցանկալի կլիներ, իսկ գերտերության ղեկավարի բերանից ցանկալի կլիներ արտահայտությունը, կարծում բազում ենթատեքստեր ունի, ահա, դա ինչ է։ Ու Փաշինյանի արձագանքը դա է, որ ռուսական անձնագրով, չմիայն հայկականով կարող է եւ այլն։ Այս ինչ մեսիջեր այս հատվածում հղում Պուտինը, եւ սրանով հետաքրքիր է, մի ներքաղաքական էլ այստեղ նյուանս, օգնեց թե խանգարեց Սամվել Կարապետյանի, գիտեք ինչու եմ ասում, խանգարեցը հաշվի առնելով հայաստանյան տրամադրությունները։ Տեսեք, Հայաստանի հետ հարաբերությունները ես չեմ կարծում, որ դիտարկվում են միայն Սամվել Կարապետյանի այդ կոնտեքստով Ռուսաստանում։ Փաստացի ռուսական կողմը ինչ է ասում, ասում է, նույն մի քիչ ասես բաց ասեմ, կամ խաղում եք արդար, բոլորին հնարավորություն եք տալիս։ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարում, թե նա ոնց է տենում այդ հարաբերությունը։ Մենք դա ընդունում ենք, բայց ինչպես ասացի, ընդունում ենք, եթե բարեկամ չեն, գործընկեր չեն, դուք ձեր ապագան տենում եք ԵՄ-ի հետ արմունքը, ու պատրաստ եք նաև դրան այդ
մյուս տնտեսական զարգացումը։ Սա միջամտել չէր գործերին։ Ասեք ինչու պետք է թե չէ։ Չէ, դե հիմա տեսեք, միջամտելը մինչև այդ գիտեք ինչ հետաքրքիրն է։ Ռուսաստանի դեմ ինչ ասած չէին անում, ասում են Ռուսաստանը միջամտում է։ Ռուսաստանը ասում դե եթե միջամտել է, եկեք գոնե հասկանամ ինչի համար եմ։ Այդ հիբրիդային պատերազմը, որտեվ տեսեք, շիմշի մեր մոտ Հայաստանում շատ ընտրովի է այդ միջամտությունը։ Երբ որ Ադրբեջանի նախագահան հստակ ասում է ինչ կլինի, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չհաղթի։ Վենսը գալիս է փոխնախագահ ԱՄՆ-ի հստակ ասում է ում կողմն են։ Եվրո հանձնաժողովի բացասիոն Պաշտոնյանը բացայտ ասում են ում կողմն են։ Թուրքիայում Հական Ֆիդանն է ասում ում կողմն են։ Դա միջամտել չէ, միջամտելը ռուսական կողմն է։ Եթե դուք հետևում եք բոլոր գլխավոր խաղացողները տարածաշրջանում, ու բացի Պարսկաստանից հասկանալ է այնտեղ մի փոքր հիմա Հայաստանի ընտրությունները այդ գլխավոր թեման չեն Պարսկաստանի համար։ Բայց բոլորը արդեն իրենց կարծիքը արդեն հայտնեցին ընտրությունները, իրենց նախընտրությունները հայտնեցին, վերջինը ռուսական կողմը, որին բոլորը մեղադրում են, որ նա միջամտել է, ասած լավ, եթե դուք արդեն այդտեղ, ես սենց եմ դեմ։ Լավ, բայց մեսիջը ո՞րն է հիմա, մեսիջը, չէ, Ռուսաստանը դա չի հետարկում խանգարես թե օգնես։ Ռուսաստանը մեսիջը հայ ժողովրդին եւ Հայաստանի իշխանությունն է, ասում է, տեսեք, դուք ընտրություն եք կատարելու։ Եվ Պուտինը մի քանի անգամ նշեց, որ մենք հարգանքով ենք ընդունելու դե ցանկացած որոշում, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի։ Բայց դուք էլ պետք է հասկանաք, որ կան այսպիսի գործոններ, տնտեսական, քաղաքական եւ այլն։ Հիմա եթե դուք նախընտրում եք ԵՄ, ինձ թվում է դա էլ է արդար, չէ՞, որ Ռուսաստանը ասում է, եթե դու ԵՄ-ին ես տենում որպես քո ապագան, քո գործընկերումը, ԵՄ-ն էլ պետք է քո համար արտոնյալ տարբեր տնտեսական վիճակներ ստեղծի, տարբեր ոլորտներում։ Այդ ժամանակ մի քիչ տարօրինակ կլինի, չէ՞, դու գնում ես ԵՄ, բայց Ռուսաստանը պետք է քեզ օգնի այդ ճանապարհին։ Դա այդպես չէ, դա Պուտինը առաջարկեց, ասեց կամ դուք խաղում եք արդար ընտրություններում, թույլ եք տալիս ժողովուրդը իր ընտրությունը կատարի եւ ժողովուրդը պրոռուսական ուժերը մասնակցեն։ Այո, որտեղ ուժեր կիրառեցի դեպ մեկ ուժ չասեց։ Որտեղ եթե տեսնում եք նույն իշխանությունը իրեն դրսևորվում է որպես պրոարևմտյան ուժ։ Այնպես չէ որ իշխանությունը այսպես չեզոք ուժ է։ Օրինագիծը ընդունել են, հայտարարությունները տեսնում եք, ինչ հակառուսական հայտարարություններ կա պատգամավորների կողմից հնչում են եւ այլն, դա մայլ ասում են, եկեք կողմնորոշենք, բայց արդար, բայց ոչ թե Մոլդովայի սցենարով։ Այսինքն սա ուղիղ աջակցություն չէր Սամվել Կարապետյանին, այլ ուղղակի արդարության կոչ, ճիշտ եմ հասկանում ձեր։ Չէ, այստեղ առաջարկ էր կողմնորոշվել, թե Հայաստանում ինչպես են տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դա էլ կապ ունի, այսինքն։ Այո, դա բաղադրիչ է։ Ավելի շատ ոչ թե ներքաղաքական մեսեջը, այլ արտաքին քաղաքական։ Դուք կոպեկ եք կողմնորոշեք, որտեղ այս վիճակը, երբ որ դուք թղթի վրա մեր ընկերներն եք, մեր բարեկամներն եք, բայց իրականում լրիվ այլ քաղաքականություն եք վարում, մեզ հայտարարում եք թշնամի, հետո գալիս եք հյուսիսից սպառնալիքներ եւ այլն եւ այլն եւ այլն, բայց միևնույն ժամանակ հսկայական տնտեսական օգուտ եք ստանում մեր այդ համագործակցությունից։ Դա այսպես չի կարող շարունակվել։ Եկեք կողմնորոշեք, կամ ընկերներ ենք, կամ գործընկերներ ենք, կամ թշնամիներ ենք, ինչպես դուք եք։ Բայց ելի եմ ասում, այստեղ վերջին խոսքը տրված է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը պետք է ընտրի, թե ինքը ոնց է ուր է տանելու Հայաստանը եւ ոնց է ինքը տեսնում Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները։ Այսինքն կներեք պրոռուսական ուժերին ինչ-որ կերպ խանգարելը եւ Կարապետյանին օրինակ բանտարկված պահելը բաղադրիչ է համարում Պուտինը ընդհանուր այդ հայ-ռուսական հարաբերության ապագայի, ճիշտ եմ հասկանում։ Պուտինը ասում է, եթե դուք մարդուն ձերբակալում եք որպես իբր Ռուսաստանի հետ կապված, միայն այն պատճառով, որ նա Ռուսաստանի հետ է կապված, իսկ մենք տեսնում ենք, որ եթե օրինակ ամենաբարձր մակարդակով Հայաստանի իշխանությունը մի այսպես զուսպ են պահում, բայց չնայած ակնարկներ եղել են, բայց թե պատգամավորները, թե իշխանության հետ փոխկապակցված փորձագետների լրատվամիջոցները հստակ փորձում են նույնիսկ Եվրոպայում այդ օրինախախտումները, որտեղ մենք տեսնում ենք, որ շատ հաց է կան օրինականության հետ այս գործընթացի հետ հետապնդման Սամվել Կարապետյանի բացատրում են, որ ասում են, դե ինքը Ռուսաստանի հետ է կապված, դա մեր եկեք աշկերտներն հետ փագեք։ Ոչ միայն ինքը 3-ին կապում են իրար հետ, չէ՞։ Չէ, ես նկատում եմ դե հիմա կոնկրետ թեման նույնիսկ այդ իրանք էլ են հասկանում, որ մի քիչ տարօրինակ է այս քրեական գործը, օրինակ ինչի համար են ձերբակալել, նույնիսկ սանկցիան դեպքում չես կարող տեսնել այսպես օրենքի խախտում Սամվել Կարապետյանի խոսքերի մեջ, կամ նույնիսկ եկեղեցու դեմ գործողություններ, որոնք նույնպես իմ կարծիքով օրենքի խախտում են, նույնպես փորձում են, եթե հիշում եք Եվրոպայում արդարացնել, որ դա դե եկեղեցին Ռուսաստանի հետ է կապված։ KGB agent են ուղղակի։ Հա, հիմա վերջում այդ նույն մեր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հայկական համայնքի ակնառու դեմքի հայտարարությունից մի փոքր դժվար եղավ, հիմա էլ սկսում են մեղադրել, որ իբր ռևանշիստներ են եկեղեցում։ Ռուսական կողմը ասում է, թե դուք մարդկանց հետապնդում եք ու փորձում եք բացատրել, որ դա իբր նրանք Ռուսաստանի հետ են կապված։ Դե տենց է, մենք էլ ասում ենք, եթե Ռուսաստանի հետ է կապված, ու մեր հետ կապված մարդկանց պետք է
չհետապնդեք։ Մենակ միայն այն պատճառը, որ դրանք Ռուսաստան իբր ձեր պատկերացմամբ Ռուսաստանի հետ է։ Դա էլ է, հասկանում եք, դա էլ է դիտարկում ոչ թե ներքաղաքական պայքարի շրջանակներում, այլ արտաքին քաղաքականության։ Մեկ դու գնում ես Եվրոպա, ասում ես ստիպված խոստովանում ես, որ դե օրենքի հետ հարցեր կան ժողովրդավարության հետ, բայց դա այդ հակառուսականության հիբրիդային պատերազմի հետ շրջանակներում մենք այս գործողությունը գնում, դե մենք էլ ասում ենք մի արած ես, որովհետև մենք դա դիտարկում ենք որպես հակառուսական քայլ։ Երեկվա զրույցի մթնոլորտից ինչ հասկացաք, եթե օրինակ վերընտրվում է Փաշինյանը, բայց իրեն պահում է Մոսկվայի հետ, ինչպես պահել է վերջին 5 տարին, այսինքն էլի Եվրամիության մասին խոսում է, բայց իրականում չի գնում։ Մոսկվան ինչպես դա կդիտարկի։ Կա այդ նախընտրելի տեխնացու կոչվածը, թե իրենց քաղաքական գիծն է հետաքրքրում, ոչ թե անձը։ Շատ բարդ հարց է, որովհետև տեսեք, Ռուսաստանում տարբեր մոտություններ կա հետխորհրդային երկրների հարաբերության, ոչ միայն Հայաստանի հետ։ Կարող եմ ասել երկու այսպես հիմա sense գիծ կա հիմնական, այդ խմբերը մտցակցում են իրենց իրար մեջ, որպեսզի ում մոտեցումը գլխավոր կդառնա, այլ արտաքին կարծեմ։ Մեկը կարծում է, որ հետխորհրդային տարածքը դա Ռուսաստանի շահերի գոտին է, հիշում եք այն Սալովյովի հայտնի ելույթը եւ այլն, բայց դա նաեւ փոխակերպական շրջանակներում էլ կա։ Բայց կա նաեւ շատ ուժեղ այլ խումբ, նա ինչ է կարծում, որ Ռուսաստանի համար կարևոր է դա Ուկրաինա, Բելարուսիա, այդ սլավոնական նախկին բաները, բայց այո, բայց մյուս երկրների հետ խորհրդային նրանց կարծիքով sense է, նրանք կարող են անել ինչ ցանկանում են, բայց մի հատ կարմիր գիծ կա, այդ երկրները երբեք պետք է չդառնան գոտիկ Ռուսաստանի դեմ խաղի կամ պայքարի այլ խաղացողների համար։ Հիմա Պուտինը մեզ վերաբերում է երկրորդ գծով։ Այո, հիմա կարող եմ ասել, որ Ռուսաստանը հիմա չեմ կարող ասել Պուտինը ոնց, բայց ռուսական շատ շրջանակները դիտարկում են, որ Հայաստանը փաստացի թողնելով իր շահերը, սեփական շահերը, խաղում է գործիք է դառնում արևմուտքի ձեռը եւ ոչ միայն արևմուտքի Ռուսաստանի դեմ։ Եվ դա արդեն այլ մոտեցում է բերում։ Օրինակ ել եմ ասում, տեսեք, նույն հարևան Վրաստանը, որին չգիտես ինչ հաճախ հանվում են պրոռուսական, բայց նրանք պրոռուսական չեն։ Բայց այնտեղի իշխանությունները հրաժարվեցին իրենց կողմից պատժամիջոցներ ընդունել եւ այլն Ռուսաստանի դեմ, ասելով, որ դա մեզ վնաս է բերելու։ Բայց անհասկանալի է դրա դիմաց ինչ ենք ստանալու։ Եվ համատեղ օրինակ նույն Մոլդովայի մասին, որի մասին շատ այսօր խոսացինք, որ բոլոր այդ պատժամիջոցները կատարում են։ Տեսեք ինչ տարբեր տնտեսական Կրեմլի համար իդեալական Հայաստանը այսօրվա Վրաստանն է, որպես օրինակ պահել հարաբերությունների առումով։ Հարաբերությունները չէ, հարաբերությունների չէ ասել, որովհետև ի վերջո շատ ավելի սերտ հարաբերություններ են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, վատագույն տարբերակում իրենց համար, վատագույններից լավագույնը դա է։ Վատագույններից լավագույնը դա է, բայց դա գոնե հասկանալի կլինի ռուսական կողմի համար։ Բայց նրանք տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները փաստացի այլ լրիվ այլ մոտեցմամբ են։ Ավելի Մոլդովայի օտեն, հա լինում, հա։ Որտեղ տեսեք, նույն կենտրոնական Ասիա երկրների հետ կան լուրջ խնդիրներ Ռուսաստանի մոտ։ Բայց Մոսկվայում գոնե վստահ են, որ այդ խնդիրները այդ երկում հարաբերությունների շրջանակներում են, այլ ոչ թե կենտրոնական Ասիայի երկրները։ Ղազախստան, Qırğızstan նկատի ունեք հիմնականում։ Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան նույնիսկ։ Այնինք նաև ամերիկյան ներկայություն ունեն Թուրքիայի հետ են, բայց այնտեղ վստահ Մոսկվան գոնե վստահ են, որ ի վերջո այդ երկրների իշխանությունները միևնույնն է առաջնորդվելու են իրենց սեփական շահերով։ Եվ դա այդ հիմքի վրա կարելի է հարաբերություններ կարգել, որտեղ դու գիտես, որ լավ, այդ երկիրը միևնույնն է իր սեփական շահով, այլ ոչ թե փորձելու է դառնալ գործիք Ռուսաստանի դեմ պայքարի։ Հայաստանի մասով վստահ չեն։ Արդեն ոչ։ Հա, վստահ չեն, որ մի ուշագրավ դրվագով էլ ավարտենք, էլի ուշագրավ շատ եւ ինչ որ առումով անհասկանալի։ Ամենից կրտ իհարկե հապկի խոսակցությունից, երբ որ ասաց, որ հապկը, հա Փաշինյանը հույսերը Հայաստանի չեն արդարացել, ինչպես գնամ, չէ՞ իմ ժողովրդին դեռ չեն կարեցել մեր ժողովրդին բացատրել, թե ուր էր հապկը։ Պուտինը ասաց, որ բա հապկը Արցախը դուք ճանաչեցիք Պրահայում, էլ ոնց գնար Ադրբեջանի ներքին հարցերին խառնվել։ Այստեղ կարծեմ մի անճշտություն կարող է կա, չէ՞։ Տեսեք, եթե նայենք Պուտինի խոսքին, Արցախը հապկի հետ ինչ կապ ունի, հապկը պատասխանատվության գոտին չէր ի վերջո։ Հա, եւ Փաշինյանի արձագանքը հետաքրքիր, մեղմ ասած հետաքրքիր, բա դուք եթե դուք եք առաջինը ճանաչել երկու անգամ։ Սա այս խոսակցության տակ ինչ կար։ Ես sense ասեմ, ես ինքս Հայաստանի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ իմ մտածումը թե Արցախին, թե Սյունիքին, թե այլ որևէ Հայաստանի մարզի կախված չի թե Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում ինչ մոտեցում ունեն այդ տարածքների պատկանելությանը։ Դա մասը մի փոքր տարօրինակ է Հայաստանի իշխանությունների այդ պահը, դուք եք ճանաչել, մենք գնացինք, բայց Հայաստանի Արցախի անվտանգության երաշխավորը
Հայաստանի Հանրապետությունն էր, այլ ոչ թե Ռուսաստանը, եւ դա ամրագրված է մեր նույն անվտանգության ռազմավարությունում, անկախության հռչակագրում եւ այլն շատ փաստաթղթերում։ Դա ինչ տարբերություն Ռուսաստանը ճանաչել է թե չէ։ Չնայած այնտեղ էլ հացեր կան, որ պետք է ընդունենք, որ անդադար այդ Պուտինի խոսքն են հիշատակում, բայց նույն Ռուսաստանը նույնիսկ պատազմից դու առաջարկում էր Արցախի կարգավիճակը թողել ապագա։ Եթե այդ ճանաչում են Ադրբեջանի անկախության մասը, եղեք են առաջարկում, ասում են եկեք ճանաչենք Ադրբեջանի մաս եւ շարունակենք, բայց հիշում ենք, չէ՞ որ նույնիսկ այդ պայմաններում Պուտինը ասում է, եթե դուք պետք է առաջինը ճանաչեք, հետո նոր։ Բայց մյուս կողմից էլ իհարկե ռուսական կողմը փորձում է այդ ցավոտ պահը շրջանցել կապված 22 թվականի գործողությունները, անդադար Արցախի թեմա տանել։ Ասեցին դա Հայաստանի վրա էր։ Այո, երկու կողմն էլ փաստացի փորձեցին այդ իրենց համար ավելի ձեռնտու պահեր նշեն։ Կրկնեմ, նույնիսկ հապկի հետ կապված ստեղ էլ շատ բան մեր իշխանությունից է կապված։ Ես հիշեցնեմ ձեզ մենք հիշում ենք հիմա այսօրին 100-րյա պատերազմը 2016-ի, որը Արցախում էր, Հայաստանում չէր։ Բայց ես ինչու այն ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվեց գոնե հապկի շրջանակներում հայտարարություն։ Ինչի նույն երկրներն են, որոնք շատ սերտ կապված են Ադրբեջանի հետ եւ այլն, բայց ունենալով լավ հարաբերություններ այն ժամանակ Ռուսաստանի, մենք կարողացանք դա համար իրավականորեն պետք է որ չխառնվեր հապկը։ Այո, բայց ես ինչու հապկը այն ժամանակ հայտարարություն էր, որ Ադրբեջանի դուրը չէր եկել։ Եվ հատկապես այն հաշվառել, որ ի համար շատ սերտ գործընկերներ կային հապկի շա։ Դա չխանգարել։ Դա համար շատ բան մեզանից է կախված, մեր իշխանություններից, մեր քաղաքականությունից։ Բոլոր ուժեղ խաղացողներ, ուժային կենտրոններ ունեն իրենց շահերը, դա հասկանալի է։ Դու պետք է փորձես քո շահերը առաջ տանել եւ չդառնալ իրոք գործիք այդ ուժեղների պատասխան, որովհետեւ դա առաջին հերթին քո համար է վատ։ Հիմա տեսեք, նույն Ուկրաինան ժամանակին ԱՄՆ-ի հետ սետ համագործակցում մտավ այս կոնֆլիկտի հետ, բերեց այս կոնֆլիկտին Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի իշխանությունը փոխվել է, տեսնում ենք ինչ գործընթաց է սկսել ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ։ Չգիտեմ, հաջողության կհասնի թե չէ այդ գործընթացը, բայց ես պատկերացնում եմ Ուկրաինայի քաղաքացիներին այս ամենին ոնց են նայում, երբ որ իրենց ասում են մենք մինչև վերջ ձեր հետ ենք լինելու, ամեն ինչ արեցին, որ նույնիսկ այդ խաղաղությունը չլինի 22 թվականին Ստամբուլում եւ այլն։ Հիմա բացվեց դրանից հետո ինչ օգնություն տվել են հետին թվով դավառավ Ուկրաինայի համար պարտք եւ միևնույն ժամանակ հիմա էլ ամերիկացիներն են ըստ Զելենսկու պարտադում իրենց գնալ զիջումների, որ կարելի էր 22 թվականին անել եւ այսպիսի հսկայական կորուստներ չունենալ։ Ավարտենք իմ տպավորությամբ, չգիտեմ կիսում եք թե չէ։ Տպավորություն չունեցաք, որ այդ Արցախ հապկ հատվածում զրույցի ամեն մեկը իր, տրամաբանությամբ եւ իր փորձառությամբ Պուտին ուզում էր ինչ որ բանից մաքրվել։ Պուտինը արդարանար ինչ որ կերպ որ հապկը ինչու չխառնվեց, Փաշինյանն էլ հերթական անգամ Արցախի ճանաչում եւ այլն գցել ինչ որ մեկի գրպանը կամ ինքն էլ այդտեղ արդարանար։ Կար նման տպավորություն, ասեք դա ինչ որ առնով համաձայնեցված չէր, թե չէ։ Չէ, համաձայնեցված չէ, բայց իմ կարծիքով բարձր որ արդեն տեսնելով թե խոսակցություն ոնց է գնում, դե առաջինը Պուտինն էր ելույթը, Փաշինյանը փորձեց իր ոնց որ աուդիտորիայի վրա խաղալ, ցույց տալ, որ տեսեք ինքը այնտեղ հայտարարեց, որ Ռուսաստանն իբր մեղավոր Արցախ անցնելու մեջ, չնայած իհարկե Ռուսաստանը իր մեղքի բաժան ունի, դա չեն կարող ժխտել, բայց մյուս կողմից էլ Պրահայում Ռուսաստանի ներկայացուցիչ նստած չկար, այնտեղ շատ Միշելը եւ Մակրոնն էին նստած Ալիևի եւ Փաշինյանի հետ։ Եվ նույն եվրոպացիները, եթե հիշում եք, նշեցին, որ առաջ անգամ Հայաստանի ղեկավարը ճանաչեց Արցախ Ադրբեջանի մաս, մինչև այդ որևէ, չնայած նույն Նիկոլ Փաշինյանը անդադ ուզում է փոխել, որ նախկինների վախտել են ճանաչել, բայց նույնիսկ եվրոպացի իր այդքան բարեկամ եվրոպացիները ստիպված են ընդունել, որ Նիկոլ Փաշինյանն է առաջի հայ ղեկավարը, որ ճանաչեց Արցախ Ադրբեջանի մաս։ Այդտեղ արդարացման փորձեր կային, այդպես է դուրս գալ։ Գոնե ակամա երկուսն են ինչ-որ մեկը ստե երկուսն խաղում էին հասկանալի է հայկական աուդիտորիայի համար։ Դամար մեսեջներից դամա եմ ասում, մեսեջները ռուսական կողմի ոչ միայն իշխանություններին դեն, բայց այլ նաև հայ հասարակությանը։ Նույնպես Նիկոլ Փաշինյանը փորձում է հայ հասարակությանը ցույց տալ, որ տեսեք, կարողանում եմ կարողանում եմ այդ նույն սոցցանցերի ակնարկը եւ այլն։ Քաղբանտարկյալների ակնարկը նույն ռուսական անձնագրի դա հանգիստ կարող են դիտարկել այստեղ որպես ինքնիշխան պետության վճռական ղեկավարի խոսք։ Ես շատ ուրախ կնեմ, որպեսզի վճռականություն եւ ինքնիշխանության պաշտպանություն լիներ, օրինակ երբ որ Ալիևը խոսում է Հայաստանի ընտրությունների մասին, սպառնալիքների մասին եւ այլ հայտարարություններ։
Բայց ես ինչու մեր մոտ շատ ընտրով է ինքնիշխանություն հասկացողությունը Հայաստանում շատ ընտրով է Հայաստանի իշխանությունների մոտ։ Հակացիկ հակառուսականությունն է դա։ Հա, միայն Ռուսաստանի պարագայում է այդ ինքնիշխանությունը։ Ելեմ ասում, ես շատ կողմ կլինեմ, եթե բոլորի հանդեպ այդպեսի վճռական եւ ուժեղ պաշտպանեն մեր ինքնիշխանությունը։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալացյանն էր։ Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։